Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը այսօր ազատազրկում պահանջեց եւ անցյալ տարվա օգոստոսից կալանավորված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի եւ Կարապի լճի շրջակայքում տեղի ունեցած նույն միջադեպի առնչությամբ մեղադրվող ակտիվիստներ Արտակ Կարապետյանի ու Սարգիս Գևորգյանի համար, որոնք ժամանակին ստորագրությամբ ազատ էին արձակվել։ Մասնավորապես միջնորդեց Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանի համար պահանջեց 3.5 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանի համար 2 տարվա ազատազրկում։ Մեղադրողը հայտարարեց, որ նրանց առաջադրված մեղադրանքները հիմնավորված են եւ ակտիվիստները իրենց կատարած արարքի համար ենթակա են պատիժը կրելու։ Ոստիկանների գործողություններին ապօրինի միջամտություն են ցույց տվել ամբաստանյալները։ Նրանք գործել են խուլիգանական մղումներով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթակույց արհամարանքով եւ ամբաստանյալների վարքը բացահայտ մարտահրավեր է եղել ուղղված հասարակության եւ հասարակական կարգի դեմ։ Ամբաստանյալների գործողությունները ուղղված են եղել ոչ միայն միջադեպի մասնակից ոստիկանության դեմ, այլ նաև ողջ ոստիկանական համակարգի եւ հասարակության նկատմամբ։ Փաստաբան Ստեփան Ոսկանյանը այսօր նիստից հետո հայտարարեց, որ մեղադրանքը դատարանում չի հիմնավորվել եւ որ երիտասարդների նկատմամբ մեղադրողի պահանջած պատիժը շատ խիստ է, եթե նույնիսկ իրոք նրանք նման արարքներ գործած լինեին։ Բոլոր ապացույցները, որոնք ձեռք են բերվել եւ ըստ մեղադրանքի կողմի ներկայացվեցին, հիմնականում ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներն են եւ այլ ապացույցներով դրանք հիմնավորված չեն եւ ամբողջ մեղադրական եզրակացությունը հիմնված է եղել հենց այդ ցուցմունքների վրա։ Այսինքն այդ ցուցմունքները շինված ցուցմունքներ են։ Ասեմ, որ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի միջնորդությունը այսօր զայրացրեց դատական նիստի մասնակիցներին։ Դավիթ Կիրամիջյանի հայրը նիստի ավարտին վիճաբանության մեջ մտավ նրա հետ։ Իրա մասնակիցությանը չի տիրապետում դատախազը։ Լավ գնացինք է, եկեք դուրս գնանք։ Մեր դատարանները անկախ չէ, շատ լավ գիտեք։ Զանգ կլինի, հրահրանք կլինի, դա կգա։ Ես համոզված եմ, որ Վահեի հարսնակարի դեպքում սպանվածի 6 տարի չեն պահանջել, համոզված եմ։ Քաղաքական պատվերը կա, հրամանատարը կա, կատարածում կա։ Մենք միանշանակ դատապարտում ենք այս որոշումը։ Դատախազի այս քայլը, որը ինչպես մենք գիտենք Հայաստանում չէր կարող կայանալ առանց հրամանի նախագահականից, նշանակում է մի բան, որ իշխանությունները մտահոգված են հարսնակարի դեպքերի հետ կապված այս շարժման թափից եւ ցանկանում են ամեն ինչ անել, այդ թվում նաեւ գնալ շատ խիստ միջոցների, որ կարողանան այդ շարժման թափը կոտրել։ Մենք շատ լավ գիտենք, որ այդ տղաները ակտիվորեն մասնակցում են այդ շարժմանը եւ հիմա փորձում են նրանց վախեցնել։ Սա քաղաքական ահաբեկում է։